Ծառայության մեջ լինում են պահեր, երբ ամեն ինչ ամբողջությամբ հստակ չէ։ Ոչ թե այն պատճառով, որ ծառայությունը դադարել է, այլ որովհետև հաջորդ քայլը դեռ պարզ չէ։ Կա ծառայություն, կա արդյունք, կան նաև դժվարություններ, բայց կա մի իրական խնդիր՝ անորոշություն ծառայության շարունակության վերաբերյալ։ Այդպիսի պահերին մարդը կանգնում է հարցի առաջ. շարունակել ծառայությունը նույն տեղում, թե փոխել իր վայրը։ Գործք առաքելոց 18-րդ գլխի 9-ից 11-րդ համարներում մենք հանդիպում ենք հենց նման վիճակի։ Ծառայությունը Կորինթոսում շարունակվում է, բայց առաջանում է կարևոր հարց. ինչպես շարունակել եւ ինչու մնալ հենց Կորինթոսում կամ չմնալ։ Եվ այդ անորոշության մեջ Տերը տալիս է մի բան, առանց որի ծառայությունը չէր կարող շարունակվել Պողոսի կողմից վստահությամբ։ Այս հատվածում մենք տեսնում ենք, որ այդ վստահությունը գալիս է ոչ թե հանգամանքներից կամ մարդու որոշումներից ուղղակի, այլ Աստծուց, իր խոսքից, իր ներկայությունից եւ իր ծրագրից։ Հատվածը ես վերնագրել եմ վստահություն ծառայության համար կամ վստահություն անորոշության ժամանակ։ Մինչ այժմ Ղուկասը մեզ ցույց է տվել, թե ինչպես է Տերը Կորինթոսում պատրաստում Պողոսի ծառայությունը։ Առաջին 4 համարներում մենք տեսել ենք ծառայության համար Տերը տալիս էր ամեն ռեսուրս, որպեսզի Պողոսը կարողանար շարունակել Կորինթոսում, որից հետո 5-ից 8-րդ համարներում Տերը տվեց նաև նրան առաջին պտուղները իր ծառայության։ Շատերը դարձի եկան Կրիսպոսը, նույնպես ժողովարանի պետը, չնայած հրեաների հակառակությանը մարդիկ հավատացին եւ ձևավորվեց Կորինթոսում եկեղեցին։ Սակայն 9-ից 11-րդ համարներում Ղուկասը մեր ուշադրությունը տեղափոխում է մեկ այլ կարևոր հարցի վրա։ Տիրոջ տված վստահությունը խոսում է այն մասին, որ Պողոսը ցանկանում էր հեռանալ Կորինթոսից։ Քանի որ արդեն կար եկեղեցի, ըստ 8-րդ համարի շատերը դարձի են եկել, կային եղբայրներ, որոնք կարող էին հոգ տանել, ինչպես Պողոսը սովորաբար էր անում, հիշում եք, քարոզում էր, մարդիկ դարձի էին գալիս, տեղում երեցներ էր կարգում կամ եղբայրները, ովքեր հոգ էին տանում, եւ ինքը գնում էր այլ վայր։ Բայց Տիրոջ ծրագրերն այլ էին Կորինթոսի համար։ Եվ նա ուզում էր, որ Պողոսը դեռևս մնա Կորինթոսում, քանի որ ինչպես կհավատան մարդիկ, եթե քարոզող չլինի։ Հետևաբար անհրաժեշտ էր, որ Պողոսը շարունակեր մնալ Կորինթոսում եւ շարունակեր այնտեղ քարոզել։ Չէ՞ որ 10-րդ համարում Տերը իր քաջալերության մեջ հենց այդ պատճառն է ներկայացնում. Պողոս, ես այս քաղաքում շատ ժողովուրդ ունեմ։ Սակայն հեշտ չէր Կորինթոսում ծառայություն անելը։ Հրեաների հակառակությունն արդեն բացահայտվել էր։ Պողոսի նախորդ ծառայությունը լի էր հալածանքներով, ծեծերով, բանտարկություններով եւ քաղաքներից վտարումներով։ Բնական է, որ նման իրավիճակում կարող էր Պողոսը մտածել, արդյոք արժե երկար մնալ այստեղ, թե ոչ։ Եվ հենց այդ պահին Տերը միջամտում է։ Տերը միջամտում է, որովհետեւ իր ծրագիրը ներառում է նաեւ այն միջոցները, որոնցով այդ փրկությունը պետք է իրականացվի։ Ոչ թե Տերը վախեցավ, որ իր ծրագիրը չի իրականանա, եթե Պողոսը գնա, այլ Տիրոջ նախասահմանությունը միշտ ներառում է միջոցներ, որոնց արդյունքում կիրականանա իր նախասահմանությունը։ Եվ այդ պատճառով Տերը գալիս է իր ծառայի մոտ եւ վստահություն է տալիս այս հատվածում նրան մնալու եւ խոսելու, շարունակելու ծառայությունը հենց Կորինթոսում։ Եվ այստեղից էլ առաջանում է մեր հատվածի հիմնական հարցը. ինչպես է Տերը վստահություն տալիս իր ծառային մնալու եւ շարունակելու ծառայությունը անորոշության մեջ։ Հատվածի թեմատիկ բաժանումը դուք տեսնում եք, մեր 3-րդ մասն է այսօր։ Մենք տեսել ենք արդեն գործակիցներ ծառայության համար, պտուղներ ծառայության համար, այսինքն Աստված նպաստավոր պայմաններ է ստեղծել, որ Պողոսը մնա այնտեղ, եւ հիմա պետք է նրան վստահություն անորոշության մեջ, եւ Տերը հոգում է նաեւ այս հարցը։ Հատվածի մեծ հատվածի գլխավոր միտքը, քանի որ մենք մեծ հատվածի մեջ ենք 18, 1-ից 17, մեծ հատվածի գլխավոր միտքը հիշեցնեմ, հետո մեր նեղ հատվածի կենտրոնական ճշմարտությունը կասեմ, Տերը քաջալերում է շարունակել ծառայությունը, որպեսզի իր ժողովուրդը ունենա հնարավորություն ավետարանը լսելով փրկվել։
կամ լսելով հասնել փրկության։ Այսինքն Աստծո նպատակն է փրկել իր ժողովրդին, եւ այստեղ կա ծառա, ով մտորում է գնալ թե մնալ։ Բայց քանի որ Տերը պետք է իրականացնի իր փրկությունը, դա ինչ որ նախասահմանում է, իրականացնում է, դրա համար կարիք է առաջանում տալու այս ծառային վստահություն, որպեսզի նա մնա, շարունակի քարոզել, որպեսզի քարոզի միջոցով իր ժողովուրդը հասնի փրկությանը։ Եվ այսօրվա ավելի նեղ հատվածի միտքը ճշմարտությունի 11-րդ համարներով, որ տեսնում ենք հետևյալն է, Տերը տալիս է իր ծառաներին անհրաժեշտ վստահություն անորոշության մեջ, որ նրանք կարողանան շարունակել ծառայությունը։ Ծառայությունը շարունակելու վստահությունը գալիս է Տիրոջից։ Եվ Տերը այստեղ հոգում է այս հարցը, որ Պողոսը կարողանա անորոշության մեջ չմնալ, կողմնորոշվել եւ շարունակել իր ծառայությունը։ Եվ մեծ հատվածում, 1-ից 17 հատվածում մենք տեսնում ենք 4 կերպ, որոնցով Տերը քաջալերում է իր ծառաներին, որպեսզի նրանք շարունակեն ծառայությունը։ Մենք 2 կերպը տեսել ենք, այսօր 3-րդն է։ Առաջինը տվեց գործակիցներ 1-ից 4-ում, երկրորդը տվեց ռեսուրսներ, ներողություն, պտուղներ, հիշելով եմ ասում, շատերը դարձ եկան, եւ 3-րդ հատվածը 9-ից 11-րդ հատվածում այստեղ տալիս է արդեն վստահություն ծառայությունը շարունակելու համար։ Իսկ վստահության համար, վստահություն տալու համար այսօր կտեսնենք 3 միջոց, որ ինչպես է Տերը տալիս վստահություն անորոշության մեջ ծառայությունը շարունակելու համար։ 3 միջոց, որոնցով Տերը տալիս է վստահություն ծառայությունը շարունակելու համար։ Առաջին միջոցը, ինչպես է Տերը տալիս վստահություն անորոշության մեջ ծառայությունը շարունակելու համար, Տերը տալիս է վստահություն առաջին իր խոսքի միջոցով։ Տալիս է իր խոսքի միջոցով։ Նայեք 9-րդ համարին, ես 9, 10, 11-ը կընթերցեմ, բայց կսկսենք խոսել 9-ից։ Նայեք 9, 10 եւ 11-րդ համարներին։ Եվ գիշերը Տերը Պողոսին տեսիլքով ասաց. Մի վախենա, այլ խոսիր եւ լուր մի մնա, որովհետեւ ես քեզ հետ եմ եւ ոչ ոք չի կարողանա քեզ դեմ կանգնել, քեզ վնասել, քանի որ ես այս քաղաքում շատ ժողովուրդ ունեմ։ Եվ այնտեղ մնաց 1 տարի ու 6 ամիս եւ նրանց սովորեցնում էր Աստծո խոսքը։ Այսպեսով տեսնում ենք իրավիճակ, Պողոսը անորոշության մեջ է, չգիտի գնալ թե մնալ, եւ Տերը գիշերը այցելում է նրան, քաջալերում է, որպեսզի նա շարունակի իր ծառայությունը տալով նրան պատճառներ։ Եվ առաջինը ինչպես է Տերը տալիս վստահություն անորոշության մեջ, Տերը տալիս է վստահություն առաջին իր խոսքի միջոցով։ Եվ Տերը մի գիշեր Պողոսին տեսիլքի մեջ ասաց. մի վախեցիր, այլ խոսիր եւ մի լռիր։ Այս համարում Տիրոջ նպատակն է, որ Պողոսը շարունակի քարոզել եւ չդադարի։ Եվ դրա համար պետք է վստահություն, եւ այդ վստահության առաջին միջոցը տեսնում ենք 9-րդ համարում։ Կարող եք հիշել սա, որ վստահություն տվող միջոցը Աստծո խոսքն է։ Քրիստոնյայի վստահությունը կյանքի որևէ հարցում, որևէ անորոշության մեջ պետք է հիմնված լինի Աստծո խոսքի վրա, ոչ թե սեփական պատկերացումների։ Վստահության աղբյուրը Աստծո խոսքն է, եւ 9-րդ համարում տեսնում ենք վստահության աղբյուրը, որ Տերն է, եւ տեսնում ենք վստահության միջոցը, որ իր խոսքն է։ Այսպիսով նայենք նախ վստահության աղբյուրին 9-րդ համարում։ Համարում տեսնում ենք, որ խոսողը Տերն է, եւ հնչած բոլոր պատվերները հենց նրա խոսքերն են։ Դա նշանակում է, որ վստահություն ապահովելու համար կարևոր է խոսքով քաջալերել, բայց պետք է ճշտել խոսողի հեղինակությունը եւ խոսքի բովանդակությունը, այսինքն թե ով է խոսում եւ ինչ է խոսում։ Այս բaragայում Տերն է։ Տիրոջից բարձր հեղինակություն չկա եւ Պողոսի վստահությունը անսասան կարող է լինել, քանի որ նա ստանում է վստահություն ամենաբարձրալից, հենց Տիրոջից։ Որպեսզի Պողոսի համար այս ամենը լիներ շատ ավելի շոշափելի, Տերը որոշում է ոչ թե երազով այցելել նրան, այլ համարում տեսնում ենք, որ այն տեղի ունենում տեսիլքի միջոցով։ Տեսնում ենք, որ գիշեր է, բայց Ղուկասը չի նշում, որ Պողոսը քնած էր, եւ դա նորմալ է, քանի որ տեսիլքը տեղի չի ունենում քնած ժամանակ, այլ արթուն։ Ինչով են իրարից տարբերվում երազն ու տեսիլքը Սուրբ Գրքում, որ հանդիպում ենք, երազը տեսնում են քնած ժամանակ, իսկ տեսիլքը կարող է լինել արթուն, բաց աչքերով, դու կարող ես տեսնել դա։
Տեսիլքը հոռամաբառն է հունարեն, այստեղ նշանակում է տեսարան, ներկայացում կամ այն ինչ տեսանելի է ֆիզիկական աչքի համար։ Կարևոր է իմանալ, որ այն շատ համարներում օգտագործվում է գերբնական երևույթի եւ հենց տեսիլքի իմաստով, ներառյալ մեր համարում։ Ձեզ ծանոթ հատվածներից մեկը հիշեցնեմ, որտեղ նույն հոռաման է տեսիլքը, որը որ բաց աչքերով մարդիկ կարողանում էին տեսնել, հիշում եք այլակերպությունը Հիսուսի։ Քրիստոսի աստվածային փառքի ակնառու եւ ֆիզիկական տեսանելի բացահայտումը եղավ 3 աշակերտներին եւ Հիսուսը Մատթեոս 17:9-ում ասաց լեռան վրայից իջնելիս Հիսուսը պատվիրեց նրանց ու ասաց. այս տեսիլքի մասին ոչ ոքի չպատմեք։ Նրանք քնած չէին եւ նրանք տեսնում էին իրենց աչքերով։ Եվս մեկ օրինակ այրվող մորենին, հիշում եք։ Այդտեղ եւս Գործք 7:31-ում ենք նոր կտականում տեսնում, որ հիշատակվում է սա Ստեփանոսի կողմից, այդ տեսնելով Մովսեսը զարմացավ տեսիլքի վրա։ Նա կանգնած էր, նա արթուն էր եւ նույնիսկ Տերն ասաց, որ կոշիկները թանիր, ինչ որ նա տեսնում էր, ասում էր, որ սա սուրբ տեղ է։ Մի խոսքով տեսիլք բառը նշանակում է աչքով տեսանելի տեսարան, ակնառու իրականություն կամ ցուցադրություն։ Սա Պողոսին տրված 6 տեսիլքներից երրորդն է եւ ընդհանուր առմամբ Պողոսին 4 անգամ անձամբ Տերն է հայտնվել եւ այն երկուսը հրեշտակի միջոցով։ Սրանցից եւ ոչ մեկ այդ 6 տեսիլքներից ոչ մեկը սոսկ ներքին զգացողություն, երազ կամ մարդկային երևակայության արդյունք հալյուցինացիա չէ եղել Պողոսի համար։ Դրանք Աստծո կողմից տրված օբյեկտիվ, արժանահավատ եւ տեսանելի իրականություններ էին։ Այսինքն նման տեսիլքների դերն է եղել, ուշադիր լսեք, քաջալերել գործող անձանց, որպեսզի շարունակեն իրականացնել Աստծո ծրագիրը։ Սրանցից ոչ մեկը չի տրվել պարզապես կամ անձի հոգևորությունը ցույց տալու համար կամ ուղղակի կյանքի դժվարության մեջ, այլ բոլոր դեպքերում այն կապված է եղել Աստծո ծրագրի առաջխաղացման հետ, ինչպես եւ հենց մեր հատվածում է։ Ինչու է Աստված նրան հայտնվում, որպեսզի շարունակի ծառայությունը, որպեսզի լսի իր այն ժողովուրդը, որ դեռևս իրենք էլ տեղյակ չեն, որ շուտով պետք է փրկվեն։ Տերը տեսիլք է տալիս, քանի որ նա փրկյալներ ուներ եւ Պողոսը պետք է չդադարեցներ իր քարոզը։ Ահա վստահության աղբյուրը։ Այն Տերն է, քրիստոնյայի կյանքի ամենաբարձր հեղինակությունն Աստված է եւ Աստված ինքն էլ պետք է լինի։ Նա որևէ հարցում անորոշության մեջ վստահություն ստանալու համար պետք է նախ ուշադրություն դարձնի, թե որտեղից է գալիս այդ վստահությունը։ Սա շատ կարևոր է։ Պողոսի վստահության աղբյուրը Աստծո խոսքն է այստեղ։ Տեսեք նաեւ վստահության միջոցը կամ վստահություն տվող միջոցը։ Համարում տեսնում ենք, որ վստահություն տալու միջոցը Աստծո խոսքն է։ Նայեք, Տերը մի գիշեր Պողոսին տեսիլքի մեջ ասաց. «Մի վախեցիր, այլ խոսիր եւ մի լռիր»։ Ինչը կարող էր Պողոսին տալ վստահություն, եթե ոչ Աստծո խոսքը։ Տիրոջ խոսքը միակ հաստատուն բանն է, որին կարելի է կառչել կյանքի ցանկացած անորոշության եւ դժվարության մեջ։ Սուրբ Գիրքը գիտեք ինչպես է բնութագրում Աստծո խոսքը։ Ես մի քանի բնութագրիչներ կարդամ։ Հովհաննես 17:17-ում ասում է, որ այն ճշմարտություն է։ Սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, Հիսուսն է ասում, քո խոսքը ճշմարտություն է։ Նաև ասում է, որ այն հավիտենական է։ Եսայի 40 եւ 8-րդ համարը խոտը չորանում է, ծաղիկը թառամում է, բայց մեր Աստծո խոսքը մնում է հավիտյան։ Նաև Սուրբ Գիրքն ասում է, որ Աստծո խոսքը փորձված է։ Առակաց 30-րդ գլուխ 5-րդ համար Աստծո ամեն մի խոսքը փորձված է, նա վահան է իրեն ապավինողների համար։ Այն վստահելի է, Հեսու 21:45 ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր խոսքերից, որ Տերն ասել էր Իսրայելի տան համար, բոլորը կատարվեցին։ Եվ Աստծո խոսքը իրականացնում է իր կամքը։ Եսայի 55:11 այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը, նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափագը եւ հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ այն։ Ահա նման խոսքն է տալիս վստահություն Պողոսին, երբ ասում ենք Աստծո խոսք, մենք նկատի ունենք Աստծուց եկած իր խոսքերը, որը մեր պարագայում արդեն ունենք Սուրբ Գրքում գրված։ Համարում ինչ ենք տեսնում 3 պատվեր։ Մի վախեցիր, այլ խոսիր եւ մի լռիր։ Այս պատվերների էությունն այն է, որ Պողոսը չդադարեցնի իր քարոզչությունը Կորինթոսում։ Տեսեք, Տերը նախ ասում է մի վախեցիր։ Ինչ պատճառներ կարող էին լինել Կորինթոսում
ծառայությունը դադարեցնելու հետ կապված, Պողոսի վախի հետ կապված։ Գոնե երկու պատճառ կարող ենք ենթադրել, որ համատեքստից երևում է, կապված վախի հետ, երբ Ղուկաս 8-րդ համարում նշում է այդ խիստ հակառակությունը, նրան հայհոյում էին մինչև իսկ, դա կարող էր բերել առաջացնել վախ նրա մոտ։ Իհարկե Պողոս առաքյալի մասին խոսելիս դժվար է վախի մասին մտածել, բայց հիշեք նա մարդ էր։ Եվ Սուրբ Գրքում շատ դեպքեր ենք մենք տեսնում, որ Տիրոջ ծառաներին պետք է լինում քաջալերել, որպեսզի նրանք շարունակեն իրենց ծառայությունը։ Մի խոսքով իրավիճակը դժվար եւ վտանգավոր դարձավ Պողոսի համար, բայց պետք է նշել, որ ոչ Ղուկասն է իր շարադրության մեջ նշում Պողոսի հնարավոր վախի մասին, ոչ էլ Տերը, այլ պարզապես շարունակում է միտքը տանելով ծառայությունը չդադարեցնելու ուղղությամբ։ Կոնկրետ վախի պատճառը չնշելը ինչ է ցույց տալիս։ Ցույց է տալիս, որ սա համընդհանուր քաջալերանք է Պողոսին։ Պողոսի ընդհանուր դրության համար եւ նպատակը այստեղ ոչ թե վախը կամ անհանգստության տեսակը նշելն է, այլ քարոզելու հնարավոր խոչընդոտները վերացնելը։ Ինչու ենք այդպես մտածում։ Տերն այնպես է անում, որ չդադարի ավետարանը հնչել Կորինթոսում։ Չէ՞ որ ամեն բան գնում է դեպի ապագա փրկյալների դարձը։ Սա արվում է ծառայությունը շարունակելու համար եւ այդ նպատակին Տերը հասնում է իր խոսքի միջոցով։ Ըստ հունարեն լեզվի լեզվաբանների այս պատվերները կարող են ցույց տալ զարգացող գործողության ընդհատում կամ կարող է օգտագործվել որպես համընդհանուր վերաբերմունքի արգելք կամ նշանակում է շարունակել խոսել։ Երկուսն էլ հնարավոր է, բայց ավելի հնարավոր է նշանակություններից երրորդը՝ շարունակել խոսել։ Ինչու՞։ Քանի որ մի վախեցիր պատվերը անմիջապես փոխարինվում է ինչով։ Փոխարինվում է երկու այլ հրամանով՝ այլ խոսիր եւ լուռ մի մնա։ Տիրոջ նպատակն է, որ Պողոսը խոսի եւ չլռի, այսինքն շարունակի քարոզչությունը։ Այս դեպքում ի՞նչն է նախապես կանխում Տերը։ Եթե իմաստներից մեկը նշանակում էր կանխել, ինչը կարող էր լինել պատճառ, որ Տերը կանխեր ապագա հնարավոր զարգացող գործողությունը։ Համատեքստին ամենամոտ եւ ամենահավանական բանը կարող է լինել այն, որ Պողոսը գուցե ծրագրում կամ մտածում էր Կորինթոսում ավարտել իր ծառայությունը, քանի որ Տերը նրան կոչ է անում, որ նա շարունակի հենց Կորինթոսում քարոզել, ասելով, որ այնտեղ ինքը ունի փրկյալներ։ Մի վախեցիր, այլ խոսիր, այն ցույց է տալիս, որ մի բանը պետք է փոխարինել մյուսով։ Այս դեպքում չխոսելը կամ չքարոզելը փոխարինել քարոզելով։ Տերը կարծես կանխում է դեռևս տեղի չունեցածը, որը կիրականանար, եթե Տերը չմիջամտեր։ Ստացվում է, որ Տերը տալիս է Պողոսին վստահություն, որ նա շարունակի խոսել եւ դա անում է հենց իր խոսքի միջոցով։ Իսկ ինչ պետք է խոսեր Պողոսը, որ այդքան կարևոր էր։ Պողոսը օրվա լուրերը չէր հայտնում։ Պողոսը ավետարանն էր փոխանցում եւ սա առաջնահերթություն է քրիստոնյայի համար, ծառայողի համար։ Սա Տիրոջ հետաքրքրությունների մեջ է մտնում, այսպես ասենք։ Սա այն է, ինչով մտահոգված է Տերը։ Այն, ինչ որ ուզում է հնչի երկրի վրա շարունակ։ Այն, ինչի համար ընդհանրապես ապրում էր Պողոսը եւ ապրում ենք մենք։ Դուք պատկերացնում եք, այս քարոզը Տերն է կարևորում։ Եվ այն էլ այնքան, որ նա անձամբ Պողոսին ասում է, որ դու պետք է շարունակես։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, դուք գիտակցում եք ավետարանը մշտապես քարոզելու խոր անհրաժեշտությունը։ Ես մի փոքր սուր ձևակերպեմ։ Այս կյանքը պահվում է ընդհանրապես Աստծո ընտրյալների փրկության համար։ Մինչև վերջին մարդը պետք է լսի ավետարանը, նոր վերջ կդրվի։ Մենք ամենամեծ, ամենավեհ նպատակի համար ենք ապրում։ Այս կյանքը ուտել, խմելու, հարստանալու վայր չէ, սիրելիներ, մեզ համար։ Պողոսը դրա համար հասել էր այս ընկալմանը, ասում էր ինձ համար ապրել ընդհանրապես։ Քրիստոսը իսկ մեռնելն էլ շահ։ Ես դիմանում եմ ամեն ինչի հանունում։ Հանուն ինչի։ Հանուն ընտրյալների, որպեսզի նրանք հասնեն Քրիստոսով եղող փրկությանը։ Դրա համար հիշեք, որ քարոզելը անհրաժեշտ կարիք է։ Անհրաժեշտ կարիք։ Տերը իր փրկության ծրագիրը իրականացնելու համար մարդու կողմից հնչող քարոզը ճիշտ Հիսուսի մասին քարոզը օգտագործում է որպես միջոց
ծառայություն առաջ տանելու եւ մարդկանց փրկելու համար։ Նա պետք է մնար, քանի որ Տերը այս քաղաքում շատ ժողովուրդ ուներ։ Հարց. ձեր վստահություն ձեռք բերելու աղբյուրը ո՞րն է ձեր կյանքի անորոշությունների մեջ, սիրելիներ։ Որքան մարդ, այնքան անորոշություն, այնքան խնդիրներ։ Եվ բոլորի մոտ նույն հարցն է, ինչպես այդ վստահությունը ձեռք բերել։ Պողոսի պարագայում են Աստծո խոսքներ։ Աստծո խոսքը եղավ առաջին միջոցը նրան վստահություն եւ կողմնորոշում տալու համար։ Կամ ինչ միջոցով եք ձեռք բերում վստահություն։ Տեսեք մի քանի օրինակներ, թե ինչպես է Տերը պատմության ընթացքում հենց իր խոսքով տալիս վստահություն իր ծառաներին, երբ նրանք պետք է իրականացնեն իր ծրագիրը եւ անորոշության մեջ են։ Աբրահամին տվեց վստահություն, Ծննդոց 15 առաջին 4 համարներում, ես միայն մեկը կարդամ, ասում է. այս դեպքերից հետո տեսիլքում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին ասելով. մի վախեցիր, Աբրամ, ես քեզ համար վահան եմ եւ քո վարձը խիստ շատ է։ Աբրահամը դեպք եղավ, որ ճիշտ չվարվեց։ Նա փորձում էր Աստծուն օգնել, որպեսզի Աստված իրականացնի իր ծրագիրը։ Իսկ Տերն իրեն ասում էր դու մի վախեցիր։ Եվ իր խոսքը Աբրահամին պետք է վստահություն տար։ Իսահակին նույնպես։ Տերը այդ գիշեր երևաց Իսահակին ու ասաց. ես եմ քո հոր Աբրահամի Աստվածը, մի վախեցիր, որտեվ ես քեզ հետ եմ։ Հակոբին տվեց վստահություն, Դանիելին տվեց վստահություն, Մարիամին, Պետրոսին, Հիսուսը ասաց Սիմոն Պետրոս, մի վախեցիր, այսուհետև մարդկանց որսորդ պիտի լինես։ Այսինքն Տիրոջ խոսքը միջոց է իր զավակների անորոշությունների եւ դժվարությունների մեջ տալու հույս, տալու վստահություն եւ տալու կողմնորոշում։ Որևէ բանից մի վախեցեք, երբ ձեր վստահության հիմքը Աստծո խոսքն է։ Պայմանը սա է, երբ Աստծո խոսքն է։ Երբ քայլ պետք է անեք եւ գիտեք Տիրոջ խոսքը առաջ շարժվելու կամ որևէ բան անելու համար, վստահություն ստացեք նրա խոսքից ու հենվեք նրա ասածների վրա, քանի որ ճշմարիտ է եւ այն փոփոխության ենթակա չէ։ Վստահելով նրա խոսքին դուք վստահում եք հենց իրեն։ Ես չգիտեմ դուք երբևէ մտածել եք այս կապի մասին, որ խոսքին վստահությունը հավասար է իրեն վստահության։ Դա նույնն է։ Նույնը գրում Գրուդեմը նաև իր համակարգված աստվածաբանության գրքի Աստծո հեղինակություն, խոսքի հեղինակությունը բաժնում, մեջբերում եմ գրում է այսպես. Աստծո խոսքի հեղինակության մասին սահմանում է այսպես. Սուրբ գրքի հեղինակությունը նշանակում է, որ Սուրբ գրքի բոլոր խոսքերը Աստծո խոսքերն են, ուստի չհավատալ կամ չհնազանդվել այս խոսքերին նշանակում է չհնազանդվել եւ չհավատալ հենց Աստծուն։ Ռեֆորմացիայի ծանր պայքարների տարիներին Լութերը գրեց մի հիմն Ամուր Բերթը մեր Աստվածը, օրհներ գրեց, արտահայտելով իր վստահությունը Աստծո խոսքի հանդեպ։ Նա այս հիմնը գրել է 46-րդ Սաղմոսի հիման վրա։ Մեկ տուն ընթերցեմ ձեզ համար։ Երաժշտությունն էլ լավ է, կուզեի երգել, բայց թեպետ ասեմ քարոզիչներից HP Charles-ով գիտի, ինքը նույնիսկ երգում էր քարոզներից մեկի ժամանակ, այնպես որ մի օր որ որոշեմ երգել, խորտ չընկալեք, խորտ չընդունեք դա։ Այսպես է գրում Լութերը. Ամուր Բերթը մեր Աստվածը, անխորտակ ամրոց մեզ համար։ Մեր օգնականն է նա հեղեղի մեջ, մահկանացու բոլոր դժբախտությունների դեմ։ Խավարի իշխանից մենք չենք սարսափում, նրա բարկությանը կարող ենք դիմանալ, քանզի նրա դատավճիռն արդեն վճռված է։ Միայն մեկ խոսքը կխորտակի նրան, այդ խոսքը, որ վեր է բոլոր երկրային իշխանություններից, մնում է հավիտյան, անկախ նրանցից։ Արդյոք Աստծո խոսքն է ձեր կյանքի միակ հեղինակությունն ու վստահությունը ստանալու միջոցը ձեր անորոշությունների ու դժվարությունների մեջ։ Հարց յուրաքանչյուրին դու վստահում ես Աստծո բոլոր խոսքերին։ Եթե ձեր կյանքի բարձրագույն հեղինակությունն Աստված ինքը չէ, նրա խոսքը չէ, դուք չեք կարող ձեռք բերել վստահություն կյանքի տարբեր հարցերում։ Իսկ եթե կասկածով գործեք, ապա դա այլևս հավատով չէ, իսկ ինչ որ հավատից չէ, մեղք է։ Օրինակ, վստահ ես, որ ունես հավիտենական կյանք։ Եթե այո, ապա ինչու ես վստահ կամ որտեղից է քո վստահությունը գալիս։ Ճիշտ պատասխանը կլինի, որ ասես, որովհետև Աստծո խոսքն է այդպես ասում։ Կամ վստահ ես, որ մեղքերդ ներված են։
Եթե այո, ապա ինչու ես վստահ։ Կրկին ճիշտ պատասխանը պետք է լինի, որովհետև Աստծո խոսքն է այդպես ասում։ Ցանկը կարելի է երկար թվել։ Վստահ ես, որ քո կյանքը պահված է Աստծո մոտ, Քրիստոսի մեջ։ Վստահ ես, որ Քրիստոսի մարմնի անդամ ես։ Եթե այո, ապա որտեղից քեզ այդ վստահությունը։ Եվ այստեղ կա միակ ճիշտ պատասխանը, որովհետև Աստված է այդպես ասում։ Եթե Աստծո խոսքը ձեզ չի քաջալերում, ապա ձեզ ոչինչ չի կարող քաջալերել դժվարության տառապանքի մեջ։ Եթե Աստծո խոսքը ձեզ չի տալիս կողմնորոշում, ուրիշ ոչ մի հնարավորություն դուք չունեք հասկանալու ձեր հաջորդ քայլի ճիշտ կամ սխալ լինելը։ Եբրայեցիս նամակի հեղինակը նույնպես, տեսեք, մի կոչ է անում եւ վստահությունը դնում նորից Աստծո վրա։ Եբրայեցիս 13:5 վարքն առանց արծաթասիրության թող լինի, բավարար համարեք այն իր ձեռքեք բերեք պատճառ լսեք, որովհետեւ ինքն ասաց, Աստված ասաց, քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու։ Վստահ եղեք, սիրելիներ, ինչ Տերը խոսել է, ասել է, խոստացել է, նա իր խոստումների հետևում կանգնած է։ Ուժ ու քաջալերանք ստացեք նրա խոսքից ձեր կյանքի ամեն վիճակի, ամեն անորոշության մեջ։ Եվ հիշեք, որ իրական վստահություն ձեզ կարող է տալ միայն Աստծո խոսքը, որը կենդանի է, զորավոր է, որը ամեն երկսայրի սրից ավելի կտրուկ է, որը թափանցում է մինչև մարդու ամենախորքերը։ Այսպիսով Տերը տալիս է Պողոսին վստահություն, ծառայություն շարունակելու համար նրա անորոշության մեջ, եւ դա անում է հեղինակությամբ եւ իր խոսքով կամ իր հեղինակավոր խոսքով։ Սա առաջին միջոցն էր, որով Տերը տվեց վստահություն Պողոսին անորոշության մեջ իր քարոզական ծառայություն շարունակելու համար։ Տեսեք երկրորդ միջոցը, որով Տերը տալիս է վստահություն անորոշության մեջ, այն ոչ միայն իր խոսքն է, այլ նաեւ իր ներկայությունն է։ Երկրորդ միջոցը, որով Տերը տալիս է վստահություն անորոշության մեջ, այն իր ներկայությունն է։ Ծառայությունը շարունակելու համար Տերը տալիս է վստահություն նաև իր ներկայությամբ Պողոսին։ Նայեք 10-րդ համարի առաջին մասին, որտեղ Տերը տալիս է պատճառ, թե ինչու Պողոսը կարող է վստահությամբ շարունակել իր ծառայությունը։ 10-րդ համար, որովհետև ես քեզ հետ եմ։ Եվ ոչ ոք քեզ վրա չի հարձակվի, քեզ վնասելու։ Այս համարի առաջին մասում տեսնում ենք Աստծո ներկայության փաստը, եւ երկրորդ մասում ներկայության բնույթը, ինչպիսինն է։ Նախ եկեք տեսնենք Աստծո ներկայության փաստը այստեղ։ Քրիստոսը հայտնվեց Պողոսին հենց այն պահին, երբ առաքյալը գիշերը իր մահճակալին գուցե նստած մտորում էր իր ծառայության մասին, թե արդյոք պետք է շարունակի Կորինթոսում ծառայել, թե ոչ։ Եթե այո, ապա ինչպես եւ որքան էր բարենպաստ նրա մնալը այնտեղ։ Տիրոջ պատվերն այն մասին, որ պետք է շարունակել խոսել, ցույց է տալիս, որ Պողոսը մտածում էր այնտեղ քարոզչությունը դադարեցնելու մասին։ Այսպիսով ներկայիս պայմաններում այս տեսիլքը շատ հարմար էր, որ Պողոսին ուրախացներ Աստծո մխիթարությամբ իր վշտերի մեջ։ Այս համարում որպես նախորդ պատվերի բացատրություն, Տերը ասում է, որ անձամբ ինքը Պողոսի հետ է։ Պողոս շարունակիր քարոզել, որովհետև ես եմ քեզ հետ։ Պատկերացնում եք, սա ինչ ահռելի աջակցություն է անորոշության կամ վախի կամ որևէ անհանգստության մեջ եղող մարդու համար։ Տերը հաստատում է փաստը, որ ինքը Պողոսի հետ է, նա ներկա է նրա կյանքում։ Դրա համար հիշեք, վստահություն տվող երկրորդ միջոցը անորոշության մեջ Աստծո ներկայության գիտակցումն է։ Աստծո ներկայության գիտակ, այն, որ Աստված միշտ ներկա է իր զավակների կյանքում։ Նկատեք, որ Տերը չի ասում ես քեզ հետ կլինեմ, այլ ասում է, որ ես քեզ հետ եմ։ Այսինքն արդեն քեզ հետ եմ եւ եղել եմ, պարզապես հիմա հաստատում եմ դա, որպեսզի դու իմանաս դրա մասին։ Տերը տալիս է հիմնավոր պատճառ ծառայությունը վստահորեն շարունակելու եւ որպես ամենամեծ պատճառ, տեսեք ինչ ասում, ես քեզ հետ եմ կամ ես եմ քեզ հետ, Պողոս, գիտակցիր դա։ Սա պետք է թափանցեր Պողոսի ողջ էության ու համոզմունքների մեջ ու պարուրեր նրա ողջ ներաշխարհը, նրա հույզերը, նրա մտքերը եւ նույնիսկ նրա մարմինը։ Մարդիկ երկրի վրա քաջալերվում են, 1-2 ծանոթ են ունենում բարձրաստիճան, որ իրենց հետ է լինում։ Դուք պատկերացնում եք, մենք այստեղ ում մասին ենք խոսում։ Տիեզերքի արարիչն ասում է ես քեզ հետ եմ։ Հավատացող մարդու համար սրանից ավելի ամուր հիմք, վստահության չի կարող լինել։
Այդ փաստը նրան մեծ վստահություն է տալիս Պողոսին իր առօրյա գործերի ծառայության մեջ, ոգևորում, ուրախացնում է նրան։ Տեսեք, որ Տերը չի ասում Պողոս մի վախեցիր եւ զգա իմ ներկայությունը։ Ոչ, նա ասում է մի վախեցիր եւ տալիս է հիմնավոր պատճառ, որովհետեւ ես քեզ հետ եմ։ Դա նշանակում է, որ Աստծո մշտական ներկայությունը ուշադիր լսեք, ոչ թե պետք է զգալ, այլ պետք է հիշել։ Ահա թե ինչու ենք ջանում մեկս մյուսին սովորեցնել Տիրոջ խոսքը, ահա թե ինչու ենք ռեսուրսներ ու ժամանակ ծախսում, էներգիա դնում, ամեն բան անում, որ մարդիկ ոչ թե զարգացնեն զգալու կարողությունները, այլ իմանալու եւ հիշելու նեղության մեջ։ Զգացմունքների եւ գիտելիքի կապը պետք է հստակ իմանալ եւ չշփոթել դրանց հերթականությունը։ Երբ մարդը հաստատ գիտելիքներ ունենա, դրանից կծնվեն զգացմունքներ եւ ոչ հակառակը։ Օրինակ դու չես կարող ուրախանալ առանց պատճառի, ճիշտ է։ Մինչև դու չլսես պատճառ, թե ինչու է պետք ուրախանալ, քո ներաշխարհը չի արձագանքի։ Աստված այդպես է ստեղծել տրամաբանությունը։ Երբ դու հավատում ես, որ Աստված քեզ հետ է, նա ներկա է քո կյանքում, դրանից հետո նոր կարող ես լցվել ուրախությամբ եւ վստահությամբ, բայց չես կարող ունենալ վստահություն, ուրախություն առանց գիտակցելու նրա ներկայությունը կամ առանց հավատալու դրան։ Հիշեք, Աստծո ներկայությունը ոչ թե նախ պետք է զգալ, այլ պետք է գիտակցել եւ հավատալ, որից հետո հնարավոր կլինի վայելել նրա ներկայության օրհնությունները։ Կյանքի փոթորիկների եւ ալեկոծությունների ժամանակ զգալ պետք չէ եւ չես էլ կարող։ Պատկերացնում եք, Հովնայեղբայրը քարոզեց այդ հատվածի մասին։ Ծովի մեջտեղում գիշերվա 3-ին 4-ին ալեկոծության մեջ մեկն ասեր ես զգում եմ որ Տերն այստեղ է։ Մյուսն ասեր ես չեմ զգում որ նա այստեղ է։ Եվ մեկն էր սխալ եւ մյուսը։ Ճիշտը գիտեք որն է։ Տերը խոստացել է որ մեզ հետ կլինի։ Պետք է ոչ թե զգալ իր ներկայությունը փորձության մեջ, փոթորկի մեջ, անորոշության մեջ, այլ պետք է հենվել նրա ասածներին, խոստումներին։ Ես ներկա եմ ձեր կյանքում։ Ճիշտ է, Պողոսը չէր կասկածում եւ չեմ կարծում Տերը այսպես վարվեց, որովհետեւ Պողոսը կասկածում է, այլ այսպես վարվեց, որովհետեւ հիշեցումները թարմացնում են մեր վստահությունը։ Նորոգում են մեր վստահությունը Տիրոջ հանդեպ։ Մենք պետք է միշտ էլ իրար հիշեցնենք, սիրելիներ, Տիրոջ մեր կյանքում լինելու մասին եւ եթե մեկը կասկածում է, պետք է սովորեցնենք նրան աստվածաբանություն, որ Տերը ամենուրեք է։ Ահա աստվածաբանություն իմանալու եւ դրան հավատալու կարեւորությունը, այն էլ ճիշտ աստվածաբանություն։ Սխալ աստվածաբանությունն ինչ է անում? Անում է հակառակը, փորձում է առաջացնել մարդու մեջ զգացումներ, առանց նրան տալու դրա համար պատճառներ։ Օրինակ, վստահության վերաբերյալ սխալ մոտեցում աստվածաբանության մեջ ինչ են անում։ Ասում են պարզապես հավատա, որ ամեն ինչ լավ է լինելու։ Եվ չեն տալիս հիմք դրա համար։ Հիմքը կարող է լինել հետևյալը՝ մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Պատճառ պետք է տալ։ Կամ խաղաղության վերաբերյալ սխալ ուսուցում են տալիս մարդկանց։ Խաղաղություն զգա եւ մի անհանգստացիր։ Եվ վերջ, այդքանը։ Իսկ ճիշտը որը կլինի։ Ճիշտը կլինի Պետրոսը գրում է ձեր հոգսերը նրա վրա գցեք, որովհետև նա հոգում է ձեր մասին։ Ահա պատճառ, ինչու չանհանգստանալ։ Կամ քաջության վերաբերյալ դու ուժեղ ես, կարող ես հաղթել, ամբողջ խարիզմատական աշխարհը այս թեզով է մարդկանց խաբում։ Թե ինչու է ուժեղ, թե ինչն է հաղթում, ես չգիտեմ, բայց իրենց ոգևորում են դրանով։ Բայց օրինակ Հեսուի պարագայում ասում է քաջ եղիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է քո գործերի մեջ։ Սա լրիվ այլ պատկեր է ստեղծում։ Կամ ուրախության վերաբերյալ մարդը դժվարության մեջ է ասում են պետք է ուրախ լինես եւ չեն տալիս հիմք դրա համար։ Եվ ինչը ճիշտ կլիներ, ուրախացեք, որովհետև ձեր անունները գրված են երկնքում Հիսուսն ասաց։ Սա պատճառ է, որպեսզի դու կարողանաս վստահ լինել Տիրոջ ասածների վրա, վայելել ներքին ուրախություն, վստահություն եւ քաջալերանք։ Եվ վերջինը հենց մեր համարից ծառայության շարունակության մասին սխալ մոտեցում կլիներ՝ մի հանձնվիր, շարունակիր առաջ գնալ, պարզապես, բայց Տերը այստեղ այդպես չի վարվում։ Պողոս մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Մի խոսքով հիշեք, Տերը նախ տալիս է պատճառներ, հետո ակնկալում, որ մարդը
հենվի դրանց վրա կամ շարունակի իր ծառայությունը Պողոսի պարագայում։ Հիշեք, ճշմարտություններից է ծնվում զգացմունքը եւ ոչ հակառակը։ Հավատը հիմնված է գիտելիքի վրա, իսկ այս դեպքում Աստծո գիտելիքի վրա, Աստծո ասածների։ Պողոսը նույնն է գրում Հռոմեացիս 10:17-ում, ուրեմն հավատը լսելուց է եւ լսելը Քրիստոսի մասին քարոզված խոսքից։ Հիշեք, բանալին հետեւյալն է. Աստծո մշտական ներկայության գիտակցումը տալիս է վստահություն քո դժվարությունների եւ անորոշությունների մեջ։ Եթե դու շարունակ հիշես եւ շարունակ հավատաս, որ քո Տերն անկախ հանգամանքներից եւ քո զգացմունքներից քեզ հետ է, այն քեզ կտա մեծ վստահություն։ Պողոսի պարագայում եթե նայենք, նա չէր կարող վստահությամբ լցվել, եթե չգիտակցեր այս ճշմարտությունը, որ ես քեզ հետ եմ։ Տերն ասում է ես եմ քեզ հետ, Պողոս։ Մեկնաբաններից մեկը գրել է Աստծո ներկայության մասին, ինչպես ձուկն է ջրի մեջ եւ ջուրը ձկան, ինչպես օդն է թռչնի մեջ եւ թռչունը օդի, այդպես էլ Աստված միշտ ներկա է մեր կյանքում։ Եվ մենք չենք կարող փախչել նրա ներկայությունից։ Հիշում եք Դավիթը Սաղմոս 139-ում ինչ է գրում. Ուր գնամ քո հոգուց եւ քո ներկայությունից ուր փախչեմ։ Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, նայեք համոզմունքը, չի ասում, որովհետև ես զգում եմ, քամին շոյեց, զեփյուրը ես զգացի դրա, չէ, նա գիտի, որ Աստված ամենուրեք է։ Եթե պարկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես, արշալույսի թևեր եթե առնեմ, բնակվեմ ծովի վերջին ծայրին, այնտեղ էլ քո ձեռքն է ինձ առաջնորդելու, քո աջը բռնելու է ինձ, եւ այլն եւ այլն։ Նա ամենուր է եւ պետք է հավատալ այս ճշմարիտ փաստին, որպեսզի Պողոսը մնար Կորինթոսում, չդադարեցնել ավետարանի քարոզչություն, Աստված նրան տալիս է վստահություն հիշեցնելով իր մշտական եւ անձնական ներկայության փաստի մասին։ Մի հետաքրքիր եւ իրական պատմություն կարդամ։ Հայտնի բրիտանացի քարոզիչ Քեմբել Մորգանը, երբ երիտասարդ էր, նա ամեն շաբաթ Աստվածաշունչ էր կարդում 2 տարեց կանանց համար։ Մի երեկո, երբ նա ավարտեց Մատթեոս 28-ի խոսքերը, ընթերցել եզրափակիչ խոսքերը, հիշում եք, որտեղ ասում է արդ գնացեք, քարոզեք, աշակերտեք, մկրտեք, հա, եւ վերջում ասում է եւ ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վերջը։ Երբ ավարտեց Մորգանը ասաց այս կանանց. «Միթե սա հրաշալի խոստում չէ»։ Եվ տարեց կանանցից մեկը պատասխանեց. «Երիտասարդ, սա խոստում չէ, այլ փաստ է»։ Այո, իսկապես դա փաստ է։ Քանի որ Հիսուսը նախ եւ առաջ չի ասում ես ձեզ հետ կլինեմ, ասում է ես ձեզ հետ եմ, հետո նոր ավելացնում է մինչև աշխարհի վերջը։ Սա նշանակում է եւ փաստ է ներկայում եւ խոստում ապագայի համար։ Աստծո անտեսանելի, բայց իրական ներկայությունը Սուրբ Գիրքը միշտ ցույց է տալիս եւ շատ համարներ կան, ես այդ բոլորը ձեզ համար չեմ ուզում ընթերցել, պարզապես ուզում եմ ասել, որ Աստծո ներկայության վերաբերյալ աստվածաբանությունը, եթե մարդու մոտ լինի ճիշտ, Աստծուն չի փորձի տեղայնացնել։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են օրինակ, որ այս եկեղեցաշենքի ներսում է միայն հնարավոր Աստծուն պաշտել, նրան հանդիպել, այսինչ Սարի գլխին է հնարավոր Աստծո հետ կապ հաստատել, այդ բոլոր մարդիկ ունեն սահմանափակ ընկալում Աստծո ներկայության մասին։ Աստծուն փորձում են տեղայնացնել, բայց Աստված ամենուրեք է։ Նա ներկա է իր զավակների կյանքում։ Ավելին, նա իր Սուրբ Հոգով մեր մեջ է, եթե կուզեք այսպես։ Աստծո ներկայության փաստը ոչ թե երաշխավորում է, որ կլինենք անմահ կամ առանց փորձության երկրի վրա, այլ տալիս է վստահություն, որ այդ բոլոր վիճակներում նա մեզ հետ կլինի։ Հիսուսը խոստացավ, որ մինչ մենք բոլոր ազգերից աշակերտներ ենք պատրաստում իր համար, նա մեզ հետ է։ Հետաքրքիր է։ Գիտեք, մեր Տիրոջ անուններից մեկը ինչ է նշանակում։ Էմանուել։ Աստված մեզ հետ է, եւ ինչպես Մեթյուերին էր գրում, եւ նա ապրում է իր անվանը համապատասխան։
Եվ հետաքրքիր էր նաև Մակարտուրի դիտարկումը, ես չէի նկատել, որ Մատթեոսի սկիզբը, առաջին գլուխը 1:23-ում հնչում է կույսը կհղիանա եւ մանուկ կծնվի, Էմանուել կոչվի, Աստված մեզ հետ, եւ 28-րդ գլխում այդ մանուկը մեծացած ասում է, որ ես ձեզ հետ կլինեմ։ Ամբողջ գրքի սկիզբը եւ վերջը նրա ներկայության խոստումն է։ Հարց սիրելի քրիստոնյա, վայելում ես ամեն օր այս օրհնյալ ճշմարտությունը, որ Հիսուսը քեզ հետ է ամեն օր։ Եթե այո, ապա ինչպես է այն ազդում քեզ վրա։ Ինչպես է այն փոխում ներաշխարհդ, ինչպես է այն ազդում քայլերիդ ու որոշումներիդ վրա։ Հիշեք, հնարավոր չէ խորապես հավատալ այս ճշմարիտ փաստին եւ որևէ կերպով չազդվել դրանից։ Պատկերացրու, որ Հիսուսը մարմնի մեջ ֆիզիկապես կողքդ է կյանքի ցանկացած իրադրության մեջ։ Մենք մանուկ ժամանակ փոքրերին էինք սա սովորեցնում։ Պատկերացրու, որ ինչին բախվում է, շրջվում նայում ես, ու Հիսուս կողքդ է։ Եվ պետք է արձագանքես, ելնելով նրանից, որքան ես հավատում, որ նա քեզ հետ է թե ոչ։ Նման իրականությունը պատկերացնելը քեզ թող օգնի հասկանալ նրան մշտական ներկայության բնույթը։ Աստծո մշտական ներկայության գիտակցության մասին սովորեցնում է Պողոսը նաև Փիլիպեցիներին։ Հիշում եք, որ ասում է բազմաչարչար համարը ահով դողով գործեք ձեր անձերի փրկությունը եւ ավելացնում է պատճառը, որովհետեւ Աստված է, որ ներգործում է ձեր մեջ եւ կամենալը եւ կատարել։ Այսինքն նա ասում է իմ ներկայության ժամանակ դուք լավ եք քայլում, ինչպես Հովի ներկայությամբ ձեզ զգաստ կպահեք, բայց ասում է հիմա դուք առավել եւս իմ բացակայության ժամանակ պետք է զգաստ քայլեք, որովհետեւ նա ով ներկա է ձեր կյանքում Աստված ինքն է։ Հիսուսի մշտական ներկայությունը пассив մի բան չէ, որ կարծես դիտորդի դեր կատարի, այլ նա ներկա է առաջնորդելու եւ հոգ տանելու։ Նայեք համարի շարունակությանը, որտեղ կտեսնեք ոչ միայն Աստծո ներկայության փաստը, այլ նաեւ նրան ներկայության բնույթը։ Երբ Տերը հաստատում է իր ներկայությունը Պողոսի կյանքում, նա ավելացնում է նաեւ, որ Պողոսը կարող է հանգիստ լինել, քանի որ Տերը ինքը երաշխավորում է նրա անվտանգությունը։ Ինչ է ասում։ Եվ ոչ ոք քեզ վրա չի հարձակվի քեզ վնասելու։ Դա ցույց է տալիս, որ Աստծո ներկայությունը пассив չէ, այն դիտորդի նման չէ, ով հետևում է, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, այլ նա ակտիվ գործում է այդ իրադարձությունների մեջ։ Պողոսը այնքան էր ծեծվել, հալածվել, քարկոծվել, որ մարդկորեն հնարավոր է նրա մտքում լիներ նաև նման հալածանքների սպասում, եւ ինչու՞ չէ նույնիսկ որոշակի անհանգստություն, որ մեկս չենք ունենա անապահովության զգացում նման վիճակում։ Պողոսը մի քաղաքում է, որը բարոյալակված է, արդեն իրեն շատ հակառակորդներ կան, արդեն իր ծառայության վայրի անմիջապես կողքը կա համայնք, ովքեր հայհոյում են իրեն, կա անդիմություն, վտանգների սպասում եւ հենց այդ պահին Տերն ասում է, ես երաշխավորում եմ քո անվտանգ ընթացքը, Պողոս։ Տիրոջ այս քաջալերանքը ապացուցվում է անմիջապես հաջորդ հատվածում, եթե դուք հիշեք կամ տանը կարդաք 12-ից 17-րդ հատվածը, կտեսնեք, որ Տերը այնպես է միջամտում դատարանում, Պողոսին այնպես է պաշտպանում, որ Պողոսը նույնիսկ չի հասցնում բերանը բացել։ Գրված է այսպես. մինչ Պողոսն ուզում էր մի բան ասել, եւ Գաղեոնն է սկսում խոսել։ Հիշեք, մեր Տերը ներկա է մեր կյանքում ոչ թե որպես դիտորդ, այլ որպես խնամակալ։ Թե 5 կտականում, թե նորում շատ օրինակներ կան Աստծո անտեսանելի, բայց ակտիվ ներկայության եւ հոգատարության մասին։ Հովսեփի կյանքում կհիշեք գրված է Տերը Հովսեփի հետ էր։ Հակոբի կյանքում Տերն այս տեղում էր, ասում է, ես չգիտեի, Հեսուի, Դանիելի, Պողոսի եւ այլն, շատ օրինակներ կան։ Մնացեք նրա կամքի մեջ, սիրելիներ, նրա նպատակների մեջ, ապրեք ավետարանի տարածման համար, հոգիների փրկության համար, եկեղեցու ամրապնդման համար եւ ծառայեք Աստծո փառքի համար ու վստահեք նրան եւ ձեր անվտանգությունը եւ ձեր ճանապարհին հանդիպող բոլոր անորոշությունները, ինչ էլ որ լինեն։ Որտեւ նա այդ բոլորի մեջ ձեզ հետ է եւ ոչ թե դիտում է ուղակի, թե դուք ինչպես կվարվեք, այլ առաջնորդում եւ հոգ է տանում, որպեսզի իրականացնի իր ծրագրերը։ Հարց ստանում եք վստահություն Տիրոջ մշտական ներկայության իրականությունից։ Ձեր անորոշությունների մեջ, երբ մարդիկ, գիտեք, նման անորոշությունները, որոնք որ լուծում չեն ունենում, ավարտվում են կամուրջների տակ եւ շատ ուրիշ տեղերում։ Իսկ Տերը մեզ տալիս է մի այնպիսի միջոց, ասում եմ,
Դու կարող ես անկախ հանգամանքներից միշտ հիշել ես քո հետ եմ։ Ինչ էլ լինի։ Սաղմոս 46-ի հիման վրա Լյութերը որ գրել էր, Սաղմոս 46-ում ասում է թեև լեռները ծովի մեջ ընկնեն։ Այսինքն երկիրը իր աշխարհական դիրքերով փոփոխության ենթարկվի։ Էլ չգիտի ինչ օրինակ բերի, որ ցույց տա, որ անշարժ Աստծո ենք մենք հավատում, մենք կարող ենք վստահ լինել։ Նա ներկա է։ Սովորել եք ստանալ քաջալերանք նրա ներկայությունից։ Եթե ոչ, ապա հիշեք նրա խոստումները եւ սովորեք վստահել դրանց, քանի որ դրանք հենց Աստծո խոսքերն են, որոնք 7 անգամ ավելի զտված ոսկուց ավելի մաքուր են, ավելի վստահելի են։ Ապրեք իսկապես նրա համար ու ավելի մտերմիկ կվայելեք ու կնկատեք նրա հոգատար ձեռքը ձեր կյանքի ամեն քայլափոխին։ Հիշեք, որ Տիրոջ ներկայությունը չի խոստանում անմահություն երկրի վրա, այլ խոստանում է հոգալ ճանապարհի կարիքները, մինչ դուք ծառայում եք նրան։ Հիշեք, նրա ներկայությունը զգացում չէ, այլ անփոփոխ փաստ։ Սա երկրորդ միջոցը եւ վերջին։ Մի միջոցով էլ Տերը այստեղ Պողոսի անորոշության մեջ տվեց նրան վստահություն, ոչ միայն իր խոսքի միջոցով, ոչ միայն իր ներկայության միջոցով, ով կարող է արագ էգզեգետիկա անել եւ ասել երրորդը ինչ է։ Եվ իր ծրագրով։ Իր ծրագրի միջոցով։ Երրորդ միջոցը, որով Տերը տալիս է վստահություն անորոշության մեջ, ծառայությունը շարունակելու համար այս դեպքում, ոչ միայն իր խոսքն է, ոչ միայն իր ներկայությունն է, այլ նաեւ իր ծրագրի մասին իրազեկելն է Պողոսին։ Տեսեք 10-րդ համարի երկրորդ մասը։ Որովհետև ես քեզ հետ եմ եւ ոչ ոք քեզ վրա չի հարձակվի քեզ վնասելու, եւս մի պատճառ, որովհետև այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ։ 11-ը Պողոսը այնտեղ մնաց 1 տարի եւ 6 ամիս նրանց ուսուցանելով Աստծո խոսքը։ 10 եւ 11-րդ համարներում մենք տեսնում ենք Աստծո ծրագիրը եւ այդ ծրագրի իրականացման միջոցը։ Եկեք նախ տեսնենք ծրագիրը։ Նա ասում է Պողոսին, որ ունի ժողովուրդ։ Պողոսը արդեն ունի վստահություն Աստծո հեղինակավոր խոսքի միջոցով, ունի վստահություն Աստծո ներկայության միջոցով եւ այժմ նրան տրվում է լուսաբանում արդեն Աստծո մտադրությունների մասին։ Տեսնում եք քայլ առ քայլ ինչպես է Տերը բացում կարծես ճանապարհը, որ նա պետք է գնա։ Տերը լուսաբանում է իր փրկության ծրագիրը Կորինթոսի համար, ասելով ես բազում ժողովուրդ ունեմ։ Պողոսը կարող էր վստահությամբ մնալ Կորինթոսում, որովհետև Աստված դեռ անավարտ գործ ուներ այդ քաղաքում։ Քանի դեռ Աստծո ժողովուրդը պետք է լսեր ավետարանը, Պողոսի ծառայությունն ու կյանքը գտնվում էին Աստծո հատուկ հոգացության ներքո։ Տերը պատճառաբանում է, թե ինչու Պողոսը կլինի անվտանգ Կորինթոսում, ասելով, որովհետև ինքը Կորինթոսում շատ ժողովուրդ ունի։ Ստացվում է, որ Տերը տվեց երկու պատճառաբանություն 10-րդ համարում։ Մեկը քարոզելը շարունակելու մասին, շարունակիր, որովհետև ես քեզ հետ եմ, մյուսը նրա անվտանգության մասին։ Դու անվտանգ կլինես, որովհետև ես այս քաղաքում շատ ժողովուրդ եմ։ Ուրիշ խոսքով, Պողոս կյանքդ պահպանվում է, որովհետև ես գործ ունեմ։ Փաստորեն Տերը Պողոսին ասում է, որ նրա քարոզին ժողովուրդ է սպասում, խնդրում եմ մտածեք։ Հետաքրքիր է, որ սրանք այն մարդիկ են, ովքեր դեռևս իրենք էլ չգիտեն, որ շուտով պետք է փրկվեն։ Սա նշանակում է, որոնց Աստված փրկության համար նախասահմանել է, Կորինթոսի բնակիչներն են որոշակի թվաքանակով, որոնց դեռ բարի լուրը չի հասել։ Հիշում եք նույն պատկերը Գործք 13:48-ում ենք տեսնում, հեթանոսները այս լսելով ուրախանում էին, Տիրոջ խոսքը փառաբանում եւ հավատացին նրանք, ովքեր սահմանված էին հավիտենական կյանքի համար։ Բայց արդյոք Աստված ունի ծրագիր ընդհանրապես, որտեղ կան նախապես սահմանվածներ, թե ոչ։ Ըստ մեր համարի Տերն ասում է ունի ժողովուրդ։ Որտեղից այս ժողովուրդը։ Գուցե երկրի վրա Տերը տեսել է նրանց հավատը եւ որոշել է, որ իրենց փրկի, այս մարդիկ դեռևս հեթանոսության մեջ են ապրում։ Այս ժողովուրդը Կորինթոսի, որոնց մասին Կորինթացիս նամակում, եթե հիշեք Պողոսը ինչեր է գրում, մինչև իսկ արվամոլներ, իքացողներ, այդպիսին էիք, բայց դուք մաքրվեցիք, սրբվեցիք, այս ժողովուրդը ընտրվել է, ուշադիր լսեք,
Աստծո ինքնիշխան կամքով դեռևս աշխարհի արարումից առաջ եւ այն էլ ոչ թե իրենց որևէ արժանիքի համար, այլ Աստծո շնորհքի գովերգության համար։ Շատ մարդիկ քարոզը մինչև այստեղ կլսեն համացանցով, գուցե սրանից հետո չլսեն, ովքեր որ փրկության վերաբերյալ Աստծուն ինքնիշխան չեն տեսնում։ Եվ որպեսզի դուք տեսնեք, որ այս մարդկանց ընտրությունը եղել է աշխարհի արարումից առաջ, ես շատ կարճ պետք է ընթերցեմ Եփեսացիս առաջին գլուխ 3-ից 6-րդ համարներ։ Տեսեք ինչ է գրում Պողոսը, որտեղ դուք կտեսնեք, որ այս մարդիկ նույնիսկ չկային, որ որևէ կերպով ազդեցություն ունենային Տիրոջ վրա, որ Տերը դրա պատճառով իրենց ընտրեր։ Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օրհնությամբ, ուշադիր լսեք, ինչպես որ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ։ Հստակ է։ Որպեսզի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ Շարունակում է ավելի է զարգացնում։ Մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք։ Ինչու Պողոս գուցե ինձ տեսավ երկրի վրա, ես լավ հավատացյալ եմ դրա համար, լսեք, ոչ, ըստ իր կամքի հաճության, որպեսզի գովերգվի նրա շնորհքի փառքը։ Դուք հասկանում եք, Տերը այնպես է արել, որ մարդը երկրի վրա չունենա պարծենալու որևէ միջոց, որ նա կարողանար ասել, այս սրա համար ես մտել եմ Աստծո ծրագրի մեջ։ Նրա փառքի գովերգության համար է։ Դրա համար ամեն օր, երբ կզարմանաք, թե ինչու է Տերը ձեզ ընտրել, եւ ձեր աստվածաբանությունը կստիպի ձեզ, որ ասեք իմ պատճառով չէր, այլ նրա, գոհացեք նրանից, որտեղ դա իր ինքնիշխան կամքն է եղել եւ պատճառն էլ իր շնորհքի գովերգության համար։ Ինչը չեք ուզի, որ նրա շնորհքը հավիտյան գովերգվի։ Պաստորեն կան ընտրյալներ, ովքեր սահմանված են աշխարհի արարումից առաջ, Եփեսացիս 1-ում տեսնում ենք սկիզբն ու վերջը, մեզ ընտրեց աշխարհի արարումից առաջ, որպեսզի նրա առջև լինենք։ Բնագրային բառը նշանակում է դեմ առ դեմ, նրա առջև, երես։ Այսինքն արարումից առաջ ընտրում է, առաջագործությունն է տեղի ունենում, պայմանական 6-7000 տարվա կյանք, որից հետո նորից մտնում ենք հավիտենություն եւ դեմ առ դեմ լինում ենք նրա մոտ։ Այսինքն Տերը տալիս է մի մեծ նկար, որտեղ հավիտենությունից հավիտենություն ցույց է տալիս իր ծրագիրը, բայց Հռոմեացիս նամակում Պողոսը այս փուլերը մի փոքր ավելի է ընդլայնում։ Հռոմեացիս 8:29-ում ասում է եւ որոնց նախասահմանեց, նրանց նաեւ կանչեց, որոնց կանչեց նաեւ արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց նաեւ փառավորեց։ Դա նշանակում է, որ սա տեղեկություն է հավիտենությունից հավիտենություն նորից, որ Աստված մինչև արարումը նախասահմանել է, հետո արարչագործության մեջ վերստին ծնունդ է տվել նրանց, ում որ նախասահմանել է, կանչել է նրանց, ում նախասահմանել է, արդարացրել է նրանց, ում նախասահմանել է, սրբացնում է նրանց, ում նախասահմանել է եւ փառավորում է նրանց, ում չմոռանաք սա խնդրում եմ։ Ես նույնիսկ մտածում եմ այս երրորդ կետը մի առանձին քարոզ պատրաստել, որտեղ հաճախ չի լինում, որ ընտրության վարդապետության մասին խոսենք, մտածում եի առիթ էր, բայց շարունակենք մի ուրիշ առիթով ընտրության վարդապետությունը ավելի կսովորենք։ Ստացվում է, որ Տերն ասում է այս պահին Պողոսին, որ նա շարունակի մնալ եւ քարոզել, քանի որ քարոզը դառնալու է միջոց այն ժողովրդին փրկելու համար։ Այստեղից մի շատ կարևոր ճշմարտության ենք հանգում։ Տեսեք, Աստծո ծրագրի մի մասը քարոզչի գործը, նա պետք է քարոզի, որ Աստծո ծրագիրն իրականանա, քանի որ Աստված այդպես է սահմանել։ Պողոսի քարոզը պետք է ընտրյալներին առաջնորդի դեպի հավատի։ Պողոսը այսպես է գրում Տիտոս 1:1-ում։ Տեսեք, ասում է Պողոսը, Աստծո ծառա եւ Հիսուս Քրիստոսի առաքյալ կոչված, ինչի է կոչված Պողոս, Աստծո ընտրյալներին Աստվածպաշտությամբ բերելու հավատի։ Ասում է, որ ես կոչված եմ, կանչված եմ նրան, որ Աստծո ընտրյալներին, ովքեր էին դրանք աշխարհի արարումից առաջ Աստծո ինքնիշխան կամքով ընտրված մարդիկ, ոչ իրենց գործերից, այլ Աստծո հաճությունից, որ իր շնորհքը գովերգվի, որ իմ քարոզը այս մարդկանց բերի հավատի։ Այ դրա համար եմ ապրում։ Տերն այստեղ տեղեկացնում է Պողոսին, որ նա մնա նպատակաուղված քարոզի։ Վստահ լինելով, որ շատերը դարձիկ գան։ Սա գիտեք ինչի է նման, որ մեկը ձեզ ասի, արի գնանք ձկնորսության, եւ ձեզ վստահեցնում է, որ ձկները սոված են։ Եվ անպայման դուք կորսակ ձուկ։ Նման է դրան։ Այսինքն Տերը նրան ասում է, գիտեք, կան, ժողովուրդ կա։ Եվ սպասում է Պողոս, քո տեսադաշտից դա չի երևում։
քո տեսադաշտից, քո անորոշության, քո դժվարության, քո երկընտրանքների մեջ պատկերը այլ է։ Ես քեզ տալիս եմ օբյեկտիվ տեղեկություն։ Իմ կողմից այդ նույն հեթանոսների մեջ կան մարդիկ, որոնց ես նախասահմանել եմ։ Այստեղից մի կարևոր հնարավոր հարց է առաջանում, որ աստվածաբանական մեծ վեճերի առիթ է։ Իսկ գուցե Աստծո ծրագիրը իմանալը Պողոսին գցի ծայրահեղության մեջ, որ նա սկսի այլևս չքարոզել, մտածելով, որ եթե նախասահմանված են, կփրկվեն, միևնույն է կփրկվեն։ Իդեպ ասեմ, որ այս հարցը բոլոր այն մարդկանց համար է խնդիր, ովքեր որ փրկության վերաբերյալ վարդապետական հստակ դիրքորոշումներ չունեն։ Պողոսը կընկնի ծայրահեղության մեջ ասելով, հանգիստ եմ արդեն, կան մարդիկ, որ փրկվելու են, ես գնամ։ Եթե այդպես լիներ, Պողոսը եթե այդպես հավատար, դա կիսատ կլիներ, եւ Պողոսը ցույց է տալիս, որ նա հավատում է, որ Աստծո նախասահմանությունը իրականանում է իր սահմանած միջոցներով։ Ասացինք, որ 10-11-րդ համարներում տեսնում ենք Աստծո ծրագիրը եւ երկրորդ մասում ծրագրի իրականացման միջոցը։ Մենք ծրագիրը տեսանք, որ այդտեղ ժողովուրդ ունի, հիմա նայեք ծրագրի իրականացման միջոցը։ Ապացույց այն բանին, որ Պողոսը այդպես չէր հավատում, եկեք նայենք նրա տված տեսական գիտելիքներին, հետո նրա գործերին։ Տեսական մասը նայեք։ Նա իր համոզմունքը ցույց է տալիս Պողոսը Հռոմեացիս 10-րդ գլխում, խոսելով քարոզչության անհրաժեշտության մասին։ Նա ասում է, ինչպես կհավատան, եթե չլսեն։ Եթե սա մեկը լինելով ծայրահեղության մեջ է ընկել, որ նախասահմանվածները իրենք իրենցով կփրկվեն, նա չէր բարձրացնի հարց, որ անհրաժեշտ է քարոզելը։ Այսպիսով, ապացույց այն բանի, որ Պողոսը սխալ չի հասկացել Աստծո ժողովուրդ ունենալու փաստը, նայեք 11-րդ համարին։ Եվ տեսեք ինչ է անում նա նախասահմանության մասին լսելուց հետո։ Պողոսն այնտեղ մնաց 1 տարի եւ 6 ամիս եւ նրանց մոտ մի բիզնես բացեց եւ աշխատում էր։ Չէ, այդպես գրված չէ։ 1 տարի եւ 6 ամիս մնաց նրանց ուսուցանելով Աստծո խոսքը։ Ստացվում է, որ Աստծո նախասահմանության իրականությունը Պողոսին ոչ թե դրդեց անգործության, այլ մղեց քարոզչության։ Հիշեք սիրելիներ, ընտրության վարդապետությանը հավատալը չի վերացնում քարոզելու անհրաժեշտությունը։ Գիտեք, մեզ մեղադրում են շատերը։ Ասում են դուք ծայրահեղական եք։ Ասում եք նախասահմանվածները կփրկվեն, շատ լավ, բայց մենք չենք ասում, որ չենք քարոզելու։ Մենք ասում ենք, որ մենք հավատում ենք, որ քարոզչությունը միջոց է Աստծո նախասահմանությանը հասնելու համար։ Չի կարելի Աստծո նախասահմանությունը դիտարկել այդ նախասահմանության տանող միջոցներից անկախ, սա աստվածաբանական կոպիտ սխալ է։ Մեկ անգամ ասել եմ մի առիթով, չեմ հիշում ինչ առիթով, եթե Աստված նախասահմանել է օրինակ, որ դու պետք է ամուսնանաս մեկի հետ, դա չի նշանակում, որ միջոցներ չի սահմանել, դու պետք է տանը նստես այսպես եւ կամուսնանաս։ Չի լինի այդպես։ Դա նշանակում է, որ պետք է տրամաբանական քայլերով նա առաջնորդի քեզ մինչև իրականացումը։ Կամ եթե նա նախասահմանել է, որ քո այգին բերք պետք է տա այս տարի, դա չի բացառում քո աշխատանքը։ Չի նշանակում դու պետք է ծույլ լինես, ասես դե նախասահմանել եք անի, ոչ, ընդհակառակը դու կջրես հույսով, կջրես հավատով, որ այն իրականանա։ Նույնպես էլ այս պարագայում Աստված ունի ժողովուրդ, բայց Պողոսը պետք է քարոզի, քանի որ դա է միջոցը նախասահմանության իրականացման։ Սա տեղեկությունը Աստծո կողմից, սիրելիներ, Աստծո տեսանկյունից կամ եթե կուզեք Աստծո իրականությունից։ Պատկերացրեք, Աստված իր իրականությունից տեսնում է ամբողջ պատկերը եւ մարդիկ մենք այն կողմն ենք։ Մենք հեթանոսների մեջ, ժողովրդի մեջ մենք չգիտենք ով է ընտրյալ, ով ոչ։ Դա նման է նրան, որ դու մի երեխա կորցնես, 100 դուռ լինի եւ հերթով բացես դռները, տեսնես որտեղ է։ Բայց եթե քեզ ասվի, որ հաստատ 100-ից մեկում կա, դու վստահությամբ կգործես։ Չափազանց ուշադիր լսեք։ Աստծո տեսանկյունից ըստ նախասահմանության Աստված ունի ընտրյալներ եւ հենց ինքն էլ սկսում է փնտրել եւ փրկել կորածներին։ Իսկ մեր տեսանկյունից մենք չգիտենք թե ովքեր են դրանք։ Դրա համար մենք պետք է անենք պարզապես մեր պատասխանատվությունը, շարունակ քարոզել։ Ով որ կարձագանքի, նա դրանով ցույց կտա, որ ինքը
եղել է առողջությունից առաջ այդ ընտրության մեջ։ Եթե մեկը հակառակ էր հավատում այս ճշմարտությանը, մինչև այստեղ իրեն ստիպելով լսեց համացանցում, այս կետից հետո չի լսի, կանջատի։ Հավատը մարդու, հավատալը ցույց է տալիս, փաստում է, որ ինքը եղել է ընտրյալ։ Տեսեք, ինչպես պետք է վերաբերվել մարդու հավատին։ Առաջին Թեսաղոնիկեցիս 1:4-5 Պողոսը տեսեք ինչ է գրում. Իմանալով Աստծուց սիրված եղբայրներ ձեր ընտրված լինելու մասին, որովհետև մեր ավետարանը ձեր մեջ միայն խոսքով չտարածվեց, այլ զորությամբ։ Պողոսն ասում է իմանալով ձեր ընտրության մասին։ Որտեղից, Պողոս, քեզ այս իմացությունը նրանց ընտրության մասին, որ նրանք ընտրված են։ Համարի մեջ ասում է, որովհետև մեր ավետարանը ձեր մեջ միայն խոսքով չտարածվեց, այլ զորությամբ։ Այսինքն, Պողոսը հավատում է, որ երբ ինքը քարոզել է եւ հավատացել են նրանք, դա եղել է ապացույց, որ իրենք եղել են ընտրված։ Պարզ է, բայց վախենալու ճշմարտությունը դեբատների ժամանակ։ Եվ Պողոսը այսպես հավատալով, որ մարդու հավատը, մարդու արձագանքը ցույց է տալիս իր ընտրված լինելը, երկրորդ գլխում գոհություն է բարձրացնում դրա համար, տեսեք ինչ ասում, բայց մենք պարտավոր ենք, ցանկալի չէ, պարտավոր ենք միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն ձեզ համար, Տիրոջով սիրված եղբայրներ, ուշադիր լսեք, որովհետև Աստված սկզբից ընտրեց ձեզ փրկության համար։ Սուրբ Հոգու սրբագործմամբ եւ ճշմարտության հավատալով։ Պողոսը վստահ էր, որ պետք է շնորհակալություն հայտնի Աստծուն Թեսաղոնիկեի քրիստոնյաների համար, քանի որ նրանց փրկությունը վերջին հաշվով հիմնված էր Աստծո ընտրության վրա։ Նա Աստծուն շնորհակալություն չի հայտնում նրանց հավատի համար։ Նա շնորհակալություն է հայտնում, որ Աստված ընտրել է նրանց փրկության համար։ Հիշեք, սիրելի եկեղեցի, այս ճշմարտությունը հավատացյալներից համար է եւ ոչ թե անհավատների։ Ավետարանելու ժամանակ կարիք չկա սրա մասին խոսելու։ Ավետարանելու ժամանակ դուք խոսեք ձեր տեսանկյունի մասին, որպես մարդ, դուք չգիտեք ով է։ Խոսեք, քարոզեք ավետարանը։ Պողոս, այստեղ ես ունեմ շատ ժողովուրդ եւ դու պետք է գնաս հիմա քարոզես։ Եվ այս ճշմարտությունը քեզ համար է։ Ջոն Սթոթի մասին ով է լսել։ 20-րդ դարի հայտնի ավետարանական աստվածաբան է։ Մի գիրք ունի, շատ գրքեր ունի, բայց մի գիրք ունի, գրված է վերնագիրը Աստծո նոր հասարակությունը։ Այդ գրքում հետևյալն է նա գրում, մի փոքր մեջբերում անեմ։ Ասում է Սուրբ Գիրքը երբեք ամբողջությամբ չի վերացնում ընտրության խորհրդավորությունը, եւ մենք պետք է զգուշանանք նրանցից, ովքեր փորձում են այն չափազանց ճշգրիտ կամ կոշտ համակարգի վերածել։ Դժվար թե մենք գտնենք մի պարզ լուծում այն խնդրի համար, որ դարեր շարունակ շփոթեցրել է քրիստոնեության լավագույն մտքերին։ Նա ասում է, որ այս լարվածությունը, այս կոնֆլիկտը, որ Աստված ասում է, ես ունեմ ընտրյալներ, եւ այստեղ իրենք պատասխանատու են հավատալու համար, ասում է մի փորձեք լուծել։ Ինչպես է դա լինում։ Որովհետեւ այդ լուծման ճանապարհին դու խեղաթյուրելու ես անպայման։ Փորձելու ես տրամաբանական մի մեխանիզմի վերածել, ասել ինքը որ հավատաց, Աստված դրա համար իրեն ընտրեց։ Ոչ, ես արդեն ունեմ ընտրյալներ եւ նրանք եթե հավատում են ոչ թե իրենց հավատի պատճառով, այլ շնորհքի պատճառով, հավատը միջոցն է։ Դուք շնորհով եք փրկված, հավատի միջոցով, այդպես չէ։ Եվ դա էլ ձեզնից չէ, ոչ էլ ձեր գործերից, որ չպարծենաք։ Ավարտին նա գրում է. Դուք եւ ես չգիտենք թե ովքեր են Աստծո ընտրյալները, ուստի ավետարանը տանում ենք յուրաքանչյուր արարածի եւ մնացածը թողնում Աստծուն։ Եվ իհարկե մենք ընտրության վարդապետությունը չենք քննարկում անհավատների հետ։ Եվ Մուդի անունով մեկը, եւս մի ազդեցիկ ամերիկացի ավետարանիչ 18-րդ, 19-րդ դարի, տեսեք ինչ է ասում։ Ասում է մի խմբի դարձի չեկած մարդկանց ասում է Մուդին։ Ասում է դուք ընտրության վարդապետության հետ այնքան կապ ունեք, որքան Չինաստանի կառավարության հետ։ Այս ճշմարտությունները մեր համար են, սիրելիներ։ Եվ ավետարանելու ժամանակ կարիք չկա սրա մասին խոսելու։ Խոսեք, Տերը քեզ կոչ է անում, որ դու դարձի գաս։ Դարձի կգա ուրախացիր, որ նա ընտրյալ է։ Դարձի չի գա պատասխանատվությունը ում վրա պետք է թողնես։ Իր վրա։
Այնպես որ հիշեք, ընտրության վարդապետությանը հավատալը չի վերացնում քարոզելու անհրաժեշտությունը։ Ահա տեսեք, թե այստեղ Պողոսն ինչ արեց, երբ հավատաց ընտրության վարդապետությանը 11-րդ համարում եւ մոտենանք ավարտին։ Նա մնաց Կորինթոսում մեծ վստահությամբ, այն էլ շատ երկար ժամանակով։ Նա սովորաբար այսքան երկար չէր մնում։ Նա 1.5 տարի մնաց եւ սովորեցնում էր Աստծո խոսքը։ Այս թեման ավարտելուց առաջ պետք է իմանանք, որ մեր անձնական պատասխանատվությունն է համոզվել, որ մենք Աստծո ընտրյալների թվում ենք։ Ինչպես իմանալ, արդյոք դու ընտրյալ ես թե ոչ։ Եթե նկատեցիք, ես չասացի ինչպես դառնալ Աստծո ընտրյալ, ինչպես իմանալ։ Եթե քրիստոնյան կասկած ունի իր ընտրված լինելու մեջ, Պետրոսը հրաշալի օգնություն է ցույց տալիս։ Սա էլ ասեմ եւ ավարտենք։ Եթե որևէ մեկը կասկածում է ինքը ընտրյալ է թե ոչ, տեսեք Պետրոսն ինչ է ասում։ Երկրորդ Պետրոս 1:5-ից 11-րդ համարներում։ Նա ասում է. «Ինչ պետք է անի մարդը, որ վստահություն ձեռք բերի իր ընտրված լինելու մեջ»։ Նախ առաջին համարում Պետրոսը գրում է, որ այդ հավատը ձեռք բերված չէ, այլ նվեր է։ Տեսեք ինչ է ասում։ Սիմոն Պետրոսը ծառա եւ առաքյալ Հիսուս Քրիստոսի նրանց, որոնց մեր Աստծո եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությամբ վիճակվեց նույն հավատն ընդունելը։ Վիճակվեց։ Հայերենում եզակի թարգմանություն էր, որ ճիշտ բառն էր գրված։ Մյուս թարգմանություններում օրինակ գրված էր տրվեց, հասավ։ Ինչու է սա կարևոր, որովհետեւ վիճակվել բառը մի բառ է, հունարեն լանխանո բառն է, որ 4 դեպքում է Աստվածաշնչում օգտագործվել, 4-ն էլ նույն իմաստով։ 4-ն էլ բոլոր այն դեպքերում, որտեղ նկարագրվում է մի վիճակ, որ մարդը որևէ վերահսկողություն չունի իրադրության վրա եւ իրեն բաժին է հասնում այս կամ այն բանը։ Օրինակ, վիճակը գիրքն է գծվում, ժողովողը գրում է, բայց դրա ամբողջ տնօրինությունը ումից է։ Տիրոջ Տերը վերահսկողություն ունի։ Եվ հարցը առաջանում, ինչու է Պետրոսը հավատ ստանալու հարցում գործածում վիճակվել բառը։ Որովհետև դա միակ ձևն է, որ կբացառի քո կողմից որևէ ջանքը դա ունենալու։ Որ դրանով ցույց տա, որ դու ոչինչ չէիր կարող անել, որ ունենայիր այդ հավատը։ Դա քեզ վիճակվել է, դա քեզ տրվել է, դա քեզ հասել է, ոչ թե քեզնից։ Եվ այս հիմքի վրա առաջին համարից հետո 5-ից 10-րդ համարում խոսում եմ այդ մեխանիզմի մասին, ինչպես անել, որ մարդը վստահ լինի, ինքը ընտրված է թե ոչ։ Եվ ինչ է ասում։ Ասում է այս բանի համար ամեն ջանք թափեք, ձեր հավատը հարստացրեք առաքինությամբ, առաքինությունը գիտությամբ, գիտությունը ժուշկալությամբ, ժուշկալությունը համբերությամբ, համբերությունը աստվածպաշտությամբ, աստվածպաշտությունը եղբայրասիրությամբ, եղբայրասիրությունը սիրով, որովհետև սրանք ձեր մեջ ունենալով եւ առատացնելով դատարկ ու անպտուղ չեք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ, բայց նա ով այս բաներն իր մեջ չունի, կույր է կամ կարճատես, մոռացած լինելով իր նախկին մեղքերից մաքրվելու մասին։ Դրա համար ուշադիր լսեք։ Եղբայրներ, ջանացեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատուն դարձնեք։ Ընտրությունը հաստատուն դարձրեք ինչպես։ Երբ կտեսնեք ձեր կյանքում առատանում է այն առաքինությունները, որի մասին խոսեց 5 համար առաջ, առաքինության վրա գիտություն, գիտության վրա ժուշկալություն, զսպվածություն, հավատ, սեր, եղբայրասիրություն եւ հետո սեր բոլորի հանդեպ, երբ որ այս նշանները կտեսնեք ձեր կյանքում, որ առատանում են, ամեն անգամ դրանց զարգանալով դուք ել ավելի վստահ կլինեք, որ դուք ընտրված եք, դուք կհաստատեք ձեր ընտրված լինելը, ասում է հաստատեք ձեր ընտրությունը, ձեր ընտրված լինելը։ Այդ հաստատումը մեզ համար է, ոչ թե Աստծո։ Աստված գիտի ովքեր են իրենը, Տերը ճանաչում է։ Այսպիսով սուրբ կյանքը մարդու կոչման եւ ընտրության ապացույցն է։ Պողոսը քարոզում էր ու ամեն ինչի դիմանում էր հենց նրանց համար, ընտրյալների, ասում է դրա համար ամեն ինչի համբերում եմ ընտրյալների համար, որպեսզի նրանք էլ այն փրկությանը հասնեն Քրիստոս Հիսուսի միջոցով։ Երբ մի հետաքրքրասեր
տեսաբան հարցրեց ընտրյալների թվի մասին Հիսուսին, Հիսուսը պատասխանեց նրան. «Ջանացեք նեղ դռնով մտնել»։ Այլ խոսքով, քեզ պետք է սեփական փրկության մասին մտածել, ոչ թե հետաքրքրվել քանիսն են փրկվելու։ Այնպես որ յուրաքանչյուրին թող հետաքրքրի իր կարգավիճակը, ոչ թե ուրիշի կարգավիճակ կամ աշխարհի։ Տեսնես ովքեր են փրկվելու, տեսնես քանիսն են փրկվել, տեսնես նա փրկված է, քեզ ինչ։ Դու մտածի քո մասին, դու հաստատիր քո ընտրված լինելը։ Ահա Պողոս առաքյալը այսպես ունեցավ վստահություն, որ պետք է մնալ Կորինթոսում եւ շարունակել քարոզել ավետարան Աստծո ընտրյալներին իրենց հավիտենական տուն կանչելու համար։ Եվ նա ստացավ վստահություն իր անորոշությունների մեջ, առաջին Աստծո խոսքով, երկրորդ Աստծո ներկայությամբ եւ երրորդ Աստծո ծրագրի իմացությամբ։ Եվ մի քանի գործնական քայլերով ավարտենք։ Առաջին, ձեր կյանքի անորոշությունների մեջ լավ իմացեք Աստծո խոսքը, քանի որ այն կտա ձեզ անհրաժեշտ վստահություն իր կամքը կատարելու համար։ Իր խոսքը պետք է տա իր ուզածի մասին ձեզ գիտություն։ Աստծո խոսքը թող լինի ձեր կյանքի ամենաբարձր հեղինակությունը եւ խորհրդատուն։ Հիշում եք Սաղմոսներում 119-ում Դավիթն ասում է. «Քո ծառայի դեմ էին դուրս գալիս, բայց քո ծառան մտորում էր քո ասածների շուրջ, քո խոսքերն են իմ խորհրդատուները»։ Լավ իմացեք Աստծո խոսքը, որ ձեր զգացմունքներից չմոլորվեք եւ չշեղվեք Աստծո կամքի կատարումից։ Իմանաք ճշմարտությունը, որից կծնվի զգացմունքը։ Երկրորդ, հիշեք նրա անփոփոխ ներկայության մասին։ Ձեր բոլոր անորոշությունների, դժվարությունների մեջ։ Հիշեք, որ Աստծո ներկայության մասին հիշելը վերացնում է վախերը եւ տալիս է վստահություն։ Իմացեք, որ Աստծո մշտական ներկայությունը ոչ թե պետք է զգալ, այլ պետք է հիշել։ Մի մոռացեք, որ Աստծո ներկայության մասին հիշեցումները թարմացնում են մեր վստահությունը Աստծո հանդեպ։ Հիշեք, որ Աստծո ներկայությունը դիտորդի նման չէ, այլ մատակարարի։ Այն ներկա է մեր կյանքում, որպեսզի առաջնորդի, խնամի։ Եվ վերջին, լավ իմացեք Աստծո ծրագիրը ձեր բոլոր գործերի, ձեր անորոշությունների մեջ, աշխարհի, փրկության, սրբության եւ իր անելիքների մասին, քանի որ այդ իմացությունը կտա ձեզ առաջնորդվելու ուղղություն։ Ինչպես դու կարող ես միտեղ գնալ, եթե քարտեզ չունես։ Լավ իմացեք Աստծո ծրագիրը։ Դուք կհասկանաք ձեր հաջորդ քայլի իմաստը։ Կիմանաք, որ ուղղությամբ շարժվել, ինչ անել եւ ինչը ոչ, եւ ձեր կյանքը կգնա շարունակ Աստծո կամքի իրականացման ուղղությամբ։ Տարբերեք Աստծո ծրագրի մեջ ձեր պատասխանատվությունը նրա պատասխանատվությունից։ Միթե բավարար չէ, որ Աստծո խոսքից եւ ծրագրից արդեն գիտենք, որ նա ունի ընտրյալներ, օրինակ։ Շարունակեք քարոզել, շարունակեք ավետարանել բոլորին։ Եկեք մեր պանդխտության շրջանը անցկացնենք այս վեհ հավիտենական նշանակություն ունեցող ծառայությունը իրականացնելով, ուր որ մեզ առաջնորդի Տերը մեր կյանքի ընթացքում եւ վստահորեն շարունակեք ծառայել հանուն ընտրյալների, մինչեւ նրանք էլ հասնեն Քրիստոսով եղող փրկությանը։ Եկեք աղոթենք։ Երկնքի եւ երկրի արարիչ մեր Տեր եւ մեր Աստված, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Շնորհակալ ենք քո իմաստությանը մեզ հաղորդակից դարձնելու համար։ Շնորհակալ ենք քո խոսքի համար, որ ամենաբարձր հեղինակությունն է մեզ համար, որը ամուր ժայռ է եւ կարող ենք հենվել դրա վրա, կարող ենք կառուցել մեր տունը եւ երկրային եւ երկնային այդ խոսքիդ վրա։ Շնորհակալ ենք, որ այդ խոսքիդ մեզ մասնակից ես անում, մեզ տալիս ես միտք կարողություն, որ ընկալենք, որ հասկանանք։ Շնորհակալ ենք, որ մեր սրտում քո խոսքը կա։ Ուստի աղոթում ենք, որ շարունակ առատորեն լցնես այնտեղ։ Այնքան մեր սրտերը լցնես, մեր մտքերը լցնես քո խոսքով, որ մեր բերանից եւ կյանքից հորդի քո խոսքը։ Շնորհակալ ենք քո խոսքի հավիտենական լինելու համար։
քո մարմնացած խոսքի համար, Հիսուս Քրիստոսի համար, մեր Տիրոջ համար, որ նա երկրի վրա իրականացնելով փրկությունը մեզ ճանաչեցրեց քեզ հետ եւ նրա դեմքով տեսանք, թե դու ով ես, թե դու ինչ ես ուզում մեզնից։ Փառք ես դրա համար։ Շնորհակալ ենք նաեւ քո մեր կյանքում լինելու համար, այդ փաստի, այդ իրողության, այդ ճշմարտության համար, որ դու միշտ ներկա ես մեր կյանքում։ Ոստի աղոթում ենք, որ աճենք այդ ընկալման մեջ, բոլոր քույրերս ու եղբայրներս, ովքեր անցնում են կյանքի անորոշություններով, դժվարություններով, որը հատուկ է ընդհանրապես այս երկրային կյանքին, այս պանդխտության շրջանին, հիվանդություններով, փորձություններով, օգնիր, որ հիշեն քո ներկայությունը, որ դու ոչ թե կլինես նրանց հետ երկնքում, այլ դու արդեն այստեղ ես երկրի վրա նրանց հետ, քո Սուրբ Հոգու միջոցով բնակվում ես մեր մեջ։ Շնորհակալ ենք այս փաստի եւ այս խոստման համար, որ մինչեւ վերջին օրը աշխարհի մեզ հետ պետք է լինես։ Եվ շնորհակալ ենք նաեւ, որ քո ծրագիրը թաքուն չես պահել մեզնից եւ սովորեցրել ես մեզ քո քայլերի հերթականությունը։ Մեզ տվել ես գիտելիք, որ իմանանք դու ունես մարդիկ այս երկրի վրա ու այս կյանքը պահում ես նրանց համար։ Ոստի օգնիր, որ մեր դերի եւ պատասխանատվության մեջ զգոն լինենք։ Ամեն չարչարանքների դիմանանք, հանուն քո ընտրյալների։ Չտարվենք կյանքի հաճույքներով ու զվարճություններով, այլ կյանքը ճիշտ օգտագործելով, կյանքից ճիշտ օգտվելով, չափավոր օգտվելով, ըստ կարիքի ու նպատակի օգտվելով, գործենք հիմնական մեր ծառայության համար, քո ընտրյալների համար, որ նրանք էլ հասնեն Քրիստոս Հիսուսով եղած փրկությանը։ Դու փառավորվիր մեր կյանքում, մեր խոսքի մեջ, մեր գործերի մեջ եւ հիմա եւ միշտ եւ հավիտյանս։ Ամեն։